շարունակելով Աստծո խոսքը, մեր հոգևոր ընթացքների մասին խոսելով, որ մենք հոգևոր ընթացքի մեջ ենք գտնվում եւ տեսնենք Աստված ինչպես է կատարում մեր մեջ իր գործը։ Հռոմեացիների թուղթես վերջերս, որ տենց նայում էինք տարբեր հատվածներ, ստեղ գրված է այդ հոգևոր ընթացքի մասին, որ մարդը մեղավոր է, մեղքի բնություն ունի եւ ինչպես է Տերը ազատում։ Ես մի փոքր էլի ուզում եմ դրա շուրջը խոսել, շարունակել։ Հռոմեացիների 7-րդ գլխի 18 համարից մենք կարդում ենք հետեւյալը. «Քազի գիտեմ, որ իմ ներսիդիս, այսինքն իմ մարմնիս մեջ բարի բան մը չի բնակեր, վասնզի կամեցողություն կա քովս, բայց բարին ի գործ դնել չեմ կրնար, քանզի ոչ թե բարին, որ կուզեմ, զայն կնեմ, հապա չարը, որ չեմ ուզեր, զայն կնեմ, իսկ եթե չուզած բանս կնեմ, ալ ոչ թե ես կնեմ զանիկա, հապա մեղքը, որ իմ ներսիդիս բնակած է, ուստի ես կգտնեմ օրենքմը, որ երբ բարին ընելը կամենամ, չարը քովս կլա, վասնզի ներսի մարդուն նայելով Աստծո օրենքին կհավնեմ, բայց ուրիշ օրենք մը կտեսնեմ իմ անդամներուս մեջ, որ իմ մտքիս օրենքի դեմ կպատերազմի, ուզիս գերի կնեմ մեղքի օրենքին, որ իմ անդամներուս մեջ է։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով պիտի ազատե զիս այս մահկանացու մարմնեն։ Գոհություն Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն ես ինքս մտքով Աստծո օրենքին կծառայեմ ու մարմնով մեղքի օրենքին։ 7-րդ գլուխը ավարտվում է այս խոսքերով. Ինչ խղճալի մարդ եմ ես, ով պետքա ինձ ազատի։ Այո, մենք Սուրբ Գրքից տեսնում ենք Աստծո խոսքը բացում է մարդու էությունը, որ մարդը մեղավոր է եւ մեղքը բնակվում է մարդու մեջ, կարդացինք մարդու մարմնի անդամների մեջ, եւ մեր մեջ օրենք կա գործող, մեղքի օրենք, եւ ասում եմ մտքով Աստծո օրենքին եմ հավանում, բայց մարմնով մեղքի օրենքի տակ եմ եւ այդ օրենքն այն վրա իշխում։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով պետքա ինձ ազատի։ Այսինքն մարդը գերի է մեղքի բնությանը եւ ով պետքա ազատի, ոնց պետքա մարդը ազատվի, մարդու մեջ է դա, քանի կենթանի ես երկրի վրա ապրում, իր մարմնի անդամների մեջ է, մարդը ինքը իր մեջից չի կարող դուրս գալ, ինչ անի, գերի է, դա դրսից ինչ որ չի եկել կպել մարդուն, որ ասի լվացվեմ, թողնեմ, պոկեմ, գցեմ ինձանից։ Մարդու մարմնի անդամների մեջ է բնակվում մեղքը եւ մարդու մեջ կա մեղքի օրենք եւ մարդը գերի է մեղքին։ Ինչ անի մարդը։ Այստեղ ասում է գոհություն Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի ձեռքով կա ազատություն, կա ազատագրում, կա հարցի լուծում եւ ինչ լավ է, որ 7-րդ գլխով չի ավարտվում, կա շարունակությունը, 8-րդ գլխի առաջի համարից եմ ուզում կարդամ շարունակությունը։ Իսկ առ դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսով եղողներուն, որոնք մարմնավոր կերպով չեն վարվել, այլ հոգևոր։ Քանզի Քրիստոս Հիսուսով կյանքի հոգին օրենքը զիս ազատեց մեղքի ու մահվան օրենքեն։ Վասնզի այն, որ օրենքի համար անկարելի էր, որովհետև տկար էր մարմնով, Աստված իր որդին ղրկելով մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար եւ դատապարտեց մեղքը այն մարմնի մեջ։ Այսինքն այն, որ մենք չէինք կարող անել, արեց Տեր Հիսուսը, Աստծո որդին, եկավ երկնքից, մարմին հագավ մեր պես եւ այդ մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որ մենք չէինք կարող ազատվեինք, որ մեղքը մեզ գերի էր անում, մենք գերի ենք եւ ազատություն չկար, ով պետք է մեզ ազատեր, ով պետք է աներ այս գործը։ Տեր Հիսուսը երկնքից եկավ եւ կատարեց այս գործը։ Եվ երկրորդ համարի վրա ուզում եմ մի փոքր կանգ առնել, քանզի Քրիստոս Հիսուսով
կյանքի հոգին օրենքը զիս ազատեց մեղքի մահվան օրենքից։ Ինչպես է լինում այս ազատագրումը։ Մեղքի մահվան օրենքը գործում է իմ մեջ, իմ մարմնի անդամների մեջ է եւ ես գերի եմ։ Ազատության համար պետք է ուրիշ օրենք, ավելի զորավոր օրենք, ուրիշ օրենք, որը ազատում է այն գերության օրենքից, ավելի մեծ ուժ, ավելի մեծ զորություն, քան մեղքի օրենքն է։ Մարդու համար մեղքը զորավոր է եւ մարդը ինքը իր ուժերով մեղքին չի կարողանում հաղթել, գերի է, չի կարողանում, մեղքը զորավոր է, բայց մեղքից զորավոր կա մի ուրիշ օրենք, դա կյանքի հոգու օրենքն է, որը Տեր Հիսուսը երկնքից բերեց, հայտնեց մեզ այդ օրենքը, որը տալիս է ազատագրում։ Եթե մեկը գերի է եւ իրան պետք է ազատել, ուրեմն ավելի ուժեղ մեկը, չէ՞, պիտի գնա գերությունից ազատի, ավելի զորավոր մեկը կարա գնա եւ հաղթի այն մեկին, ով որ գերի է դարձել, եւ այդ զորավորը, այդ ուժեղը դա Հիսուս Քրիստոս կյանքի օրենքը, որը իր մեջ էր, աստվածային կյանքի մեջ էր, ինքը բերեց եւ ազատագրումը այդ միջոցով է տեղի ունենում։ Հիմա, եթե իմ կյանքում, ամեն մեկս ասենք, եթե իմ կյանքում հոգու կյանքի օրենքը չհայտնվի, ես ո՞նց պիտի ազատվեմ մեղքի մահվան օրենքից։ Չեմ կարող։ Մեղքի մահվան օրենքի տակ գտնվում են աշխարհի բոլոր մարդիկ, ում կյանքում հայտնվում է հոգու կյանքի օրենքը, ինքը ազատ է լինում, ում կյանքում չի հայտնվում, ուրիշ ազատագրում չկա, ուրիշ միջոց չկա, ուրիշ փրկիչ չկա, ուրիշ հարցի լուծում չկա, մեղքի մահվան օրենքը գործում է բոլոր մարդկանց կյանքում։ Ազատագրումը միայն կլինի, երբ որ կյանքի հոգու օրենքն է հայտնվում։ Երբ որ կյանքի հոգու օրենքը հայտնվում է, մեղքի մահվան օրենքը չի վերանում, մնում է մարդու մեջ, բայց էլ զորություն չունի, էլ չի գործում։ Ես ասել եմ ստեղից, այս օրինակը եղբայրներն են բերում, բայց տեղին ուզում եմ նորից կրկնել մեզ ավելի հասկանալի լինելու համար։ Մենք գիտենք, որ երկրի վրա ամեն մի իր մարդ կենդանի, որ կա գործում է երկրի ձգողական ուժը, օրենք, որը գործում է բոլորի վրա, դա օրենք է, երկրի ձգողական ուժը, և երբ որ ինչ-որ մի իր մենք բարձրացնում ենք գետնից վերև թողնում ենք, ինքը ընկնում է գետնին, որտև դա երկրի ձգողական ուժն է, երկրի ձգողական ուժը նաև գործում է թռչունների և ինքնաթիռների վրա, բայց իրանք ունեն ավելի մեծ ուժ հաղթահարելու երկրի ձգողական ուժը, ինքնաթիռի շարժիչների ուժը ավելի մեծ է, հզոր է, քան երկրի ձգողական ուժը, դրա համար իրանք հաղթահարում են երկրի ձգողական ուժը և օդով կարողանում են թռչել։ Հիմա, երբ որ շարժիչները անջատվեն, ինքնաթիռը օդում կմնա, առանց շարժիչների ուժի, իհարկե ոչ, ինքը կընկնի երկրի վրա, կընկնի գետնին, որտև երկրի ձգողական ուժը գործում է։ Նույնը հոգևոր կյանքում, մեղքի մահվան օրենքը մեր մեջ չի վերանում, բայց գալիս է ավելի մեծ ուժ և զորություն, հոգու կյանքի օրենքը, Հիսուս Քրիստոսի ձեռքով հայտնվում է ամեն հավատացողին և Հիսուս Քրիստոսին ընդունողի կյանքում, և այդ հոգու կյանքի օրենքը ազատում է մեղքի մահվան օրենքից, էլ չի գործում, դու ճախրում ես երկնքում, դու ապրում ես այդ հոգու կյանքի զորության տակ, բայց հենց որ մարդը հեռանա Աստծուց, հենց որ թողնի, հենց որ պակասի, հենց որ մերժի, մեղքի բնությունը կա ու կա, միանգամից հայտնվում է և մարդը տեսնում է իր գերությունը։ Փառք մեր Աստծուն, որ Աստծո մոտ կան բոլոր հարցերի լուծումներ, ով կմտածեր այսպիսի բան, ով կմտածեր այս
մեղքի գերությունից ես որ գերի եմ եւ մեղքը ավելի զորավոր է քան ես մարդուց ուժեղ է մեղքը բայց մեղքից ուժեղ է Աստծո կյանքը Աստվածային կյանքը Հիսուս Քրիստոսը հաղթող էր եւ հաղթեց ինքը միշտ հաղթում է բոլոր վիճակների մեջ որտեւ ինքն է տերերի տերը թագավորների թագավորը եւ իր անունն է հաղթող հավատարիմ եւ հաղթող իր ազդրի վրա այդպես է գրված հայտնության գրքի մեջ են կարդում հիմա ամբողջ հարցը ինչու՞մ է կայանում որ հոգու կյանքի օրենքը գործի իմ կյանքում ես այդ կյանքի մեջ լինեմ այդ հոգու կյանքի օրենքի ազդեցության տակ լինեմ այդ օրենքը իշխի իմ կյանքում ոչ թե մեղքի մահվան օրենքը ով է վախենում մեղքի գերությունից եւ տենց ընկճված է որ մտածում է ոնց պետք է ազատագրվի ոնց պետք է հաղթի նա ում կյանքում հոգու կյանքի օրենքը չի հայտնվել բայց որ հոգու կյանքի օրենքը հայտնվում է Հիսուս Քրիստոս անձի միջոցով եւ մենք կարդում ենք որ տկար էր մարմնով մարդը չէր կարող հաղթել մեղքին Տեր Հիսուսը եկավ հաղթեց մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ եւ տվեց ազատություն ում տվեց ամեն իրան հավատացողին ամեն նրան ով գալիս է եւ ընդունում է Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ ով որ ընդունում է երկնքից իջած կյանքը իր հոգու աշխարհում եւ իմ մեջ նոր թագավորություն է սկսում միջև այդ մեղքի մահվան թագավորություններ հիմա Հիսուս Քրիստոսին եմ ընդունել երկնքի թագավորությունն է եկել իմ մեջ Հիսուս Քրիստոս կյանքն է եկել իր մեջ ինքն է եկել իր մեջ եւ ապրում է եւ թագավորում է իմ մեջ նոր թագավորություն փոխվել է հիները անցան ամեն բան նոր է ինչպես Սուրբ Գիրքը ասում է հին կյանք անցավ մեղքին գերի լինելը անցավ նոր կյանքն է եկել Հիսուս Քրիստոսն է եկել իմ կյանքում հոգու կյանքի օրենքն է հայտնվել իմ կյանքում ինչ մեղք ինչ տկարություն ինչ պարտություն անցավ դա արդեն պատմության գիրքն է անցել իմ կյանքում նոր կյանք է սկսել հոգու կյանքը եւ Տեր Հիսուս այո դա կարեւորում էր ինչպես եղբայրը հիշեցրեց, ասեց ան որ հավատա, ինչպես գիրքը կսե, իրա փորից կենթանի ջրի գետերը պետք է բխեն։ Եվ դա ասեց Սուրբ Հոգու համար, որ դեռ տրված չէր, բայց Տերը գիտեր, որ պետք է տրվի, որտեվ դա Սուրբ Հոգու զորությամբ է կատարվում իմ մեջ։ Առանց Սուրբ Հոգու լեցունության, առանց Սուրբ Հոգու զորության չի կատարվում ավետարանը իմ մեջ, եւ դրա համար է հենց Աստված գիտի դրա մասին, որ մենք մարդ ենք, տկար ենք մարմնով, մեր մեջ ուժ ու զորություն չկա, մեզ դրսից զորություն է պետք, եւ այդ դրսի զորությունը գալիս է մեր մեջ, Սուրբ Հոգին մեր մեջ է, եւ այդ մեր մեջից այդ զորությունը, երբ որ գործում է մարդու կյանքում, էլ մարդը չի ընկճվում, թուլանում, խեղճանում մեղքից, մեղքը տենց սարսափելի չի իր կյանքում։ Երկրից հողական ուժը կա, այո, կա, բոլոր մարմինների վրա գործում է, բայց իմ մեջ ավելի մեծ ուժ է եկել, ես հաղթահարում եմ այդ հողական ուժը։ Մեղքի մահվան օրենքը մնում է մեր մեջ, Հիսուս Քրիստոսով ապրողներին, ընդունածներին, վերստին ծնվածների կյանքում մեղքի մահվան օրենքը մնում է, որտեղ մենք այս մարմնի մեջ ենք, դա երբ որ հափշտակություն լինի, երբ որ նոր մարմին հագնենք, այդ ժամանակ արդեն էլ մեղքի բնություն չենք ունենալու նոր մարմնի մեջ, բայց քանի այս մարմնի մեջ ենք, մեղքի բնությունը մեր մեջ է։ Թող լինի Ով է իրան բան ասում, մեր մեջ ավելի ուժեղ օրենք է եկել, ավելի մեծ զորություն է եկել, հոգու կյանքի օրենքն է եկել, Հիսուս Քրիստոսն է եկել, որը հաղթեց մեղքին եւ բնակվում է այն մեջ։ Հիմա մեր խնդիրը ինչու՞մ է կայանում։ Մեր խնդիրը նրանում չի կայանում, որ մենք ունենք մեղքի բնություն, բա ինչ անենք, որ չունենանք։ Մեր խնդիրը կայանում է, որ մենք Հիսուս Քրիստոս կյանքի լեցունությունը միշտ մեր մեջ լինի, դրա համար դա Սուրբ Հոգու ձեռքով է տարածվում մեր մեջ, դրա համար մեզ պետք է միշտ հոգով լեցվել, հոգիով գնացեք
եւ մարմնի գործերը պիտի չկատարեք։ Հոգիով սպանեք մարմնի գործերը, ինչպես ասում Սուրբ Գիրքը։ Այսինքն մեր խնդիրը, երբ որ մենք տկարանում ենք հոգևոր կյանքի մեջ, Սուրբ Հոգուն ոնց որ քիչ տեղ տալով, չլցվելով, հենց Սուրբ Հոգու լեցունությունը եւ այդ կյանքի պակասությունը մեր մեջ տեսնում ենք, մենք միանգամից տեսնում ենք մեղքի բնությունը գլուխաբարձրացնում, մենք տեսնում ենք, որ մեր մեջ մարդ կա, բայց Սուրբ Հոգով լեցված եւ երբ որ Հոգու կյանքի օրենքն այն մեջ գործում, մեղքի բնությունը չենք տեսնում մեր մեջ, կարծես թե վերացել է, բայց ինքը կա, ինքը չի վերացել։ Հենց որ ինքնաթիռի շարժիչները կանգնեն, ինքնաթիռը միանգամից կընկնի երկրի վրա, բայց քանի որ ինքը շատ բարձրանում, մի քիչ կընկնի, հենց ընթացքում միանա, նորից ինքը կհաղթարի երկրի ձգողական ուժը եւ նորից կշարունակի օդով թռչել։ Հենց որ մենք զգում ենք մեր կյանքում պակասություն, հոգևոր կյանքի պակասություն, Սուրբ Հոգու լեցունության պակասություն, աստվածային կյանքը, որ պետքա բխի, երբ որ մենք տեսնում ենք չի բխում, քանի դեռ չենք ընկել գետնի վրա, դեռ իներցիայով օդում մենք գնում ենք, արագ գնանք Տիրոջ մոտ Սուրբ Հոգով լեցվելու, արագ մենք հարցերը կարգավորենք, Սուրբ Հոգու լեցունությունը, կյանքի լեցունությունը մեր մեջ չպակասի, որ նորից կյանքի հոգու օրենքը գործի մեր մեջ եւ մեղքի մահվան օրենքը մեր մեջ չգործի, չերևա։ Ճանապարհը դա է, ճանապարհը Հիսուս Քրիստոսով է։ Սա այն թեման է, որը տենց շարունակական այս վերջի ժամանակներ իմ սրտում կար Հռոմեացիների թուղթը մենք 3-րդ գլխից մինչև 8-րդ գլուխ, որ մենք կարդանք, ամբողջը այս ընթացքը տանում է, սկզբից բացում է, որ բոլոր մարդիկ մեղավոր են, ինչպես մարդը պետք է արդարանա, օրենքը երբ է մարդու վրա իշխում, քանի որ ինքը ողջ է, մարդը գերի է օրենքին, մեղքի օրենքը, որ գործում է մարդու մեջ, մեղքն էլ ուժ առնում օրենքից եւ ինչ խղճալի մարդ ես, ինչ պետք է անեմ եւ կարդում ենք, որ կա ազատություն, կա ազատագրում, դա Հիսուս Քրիստոսով կյանքի հոգու օրենքի հայտնվելն է մարդու կյանքում, ում կյանքում չի հայտնվել, թող հայտնվի, ում կյանքում հայտնվել է, պետք է ինքը մնա դրա մեջ, մնա, միշտ մնա, միջև վերջ, միջև, գիտեք, ինչքան է պետք, ինքնաթիռի շարժիչները երբ են անջատում, գիտեք, երբ որ վայրեջ կա կատարում ինքնաթիռը, բոլոր ուղևորները իջնում են, արդեն էլ կարիք չկա, երկրի ձգողական ուժը հաղթարելու այդ ժամանակ ինքնաթիռի շարժիչները անջատում են։ Մեզ միջև հափշտակություն, միջև նոր մարմին հագնելը, մեզ պետք է Սուրբ Հոգով լեցվել, մեզ պետք է այդ զորությունը, միջև հասնենք երկինք, երկնային արքայություն, միանանք Քրիստոսի հետ, հագնենք նոր մարմին, որ նոր մարմնի մեջ չկա մեղքի մահվան օրենքը, մեղքի բնությունը, գերի լինել, պարտվել, էլ տենց բաներ չկա։ Դրա համար քանի երկրի վրա ենք, քանի այս մարմնի մեջ ենք, մեզ այդ զորությունը պետք է չպակասի, Սուրբ Հոգով լեցված, աստվածային կյանքով լեցված, որպեսզի հասնենք միջև ինչպես Սուրբ Գիրքը ասում է նավահանգիստ հասնենք կամ ինչպես հասնենք երկնային արքայություն, որ արդեն էլ կարիք չլինի այդ զորությանը, այնտեղ արդեն շարունակվելու, այնտեղ էլի այդ զորությունը լինելու է, բայց նոր կյանք, այնտեղ էլ պատերազմ չկա, մեղք չկա, մեղքի բնություն չկա։ Եկեք կանգնենք աղոթքի